Ես նոր կանգնած ու նայում էի մարդկանց աչքերին ու այստեղ եմ որ վաղը այս մարդկանց աչքերը այսքան տխուր չլինի, որովհետև ես հայ եմ։ Ես չեմ պատկերացնում ոնց կարաս դու չկիսես քո իսկապես նոր գալուց մտածում էի որ օպերայի այս հատվածից են կողմ ոնց որ այսքան մասը մարս մոլորա կլինի ու մենք ինչ որ չգիտեմ ուրիշ բանի մասին խոսենք այնտեղ լրիվ ուրիշ կյանք կա որոնք որ մարդիկ ովքեր որ չեն ուզում կիսել այս մարդկանց ցավը բայց ես շատ կուզենայի որ ուղղակի նայեին մարդկանց աչքերին տեսնեին իրենց վիշտը անհայրենիք մնալը, առանց հայրենիք լինելը, դա այլանդակ մեծ ցավ է, ես իսկապես ոչ մեկին դա չեմ կամենա։ Հիմա նայելով իրանց, համեմատական անցկացնելով մեր այսօրվա ամեն ինչի հետ, վախի, որ դու կարող ես մի օր այս մարդկանց օրին լինես, ուղղակի ուզում ես իրանց մեջքին կանգնես, որ իրանք պտտվելուց գան, որ իրանց մեջքին ինչ-որ մեկը կա կանգնած։ Ուղղակի դրա համար եմ այստեղ, որ իրանք պտտվեն, տեսնեն, որ Անահիսը այստեղ է, որ մյուսը այստեղ է, այն մյուսը այստեղ է, որ իրանք իրենց մենակ չզգան։ Անահիս ջան, արցախցիները հետ գնան Արցախ։ Գիտեք, ես այդ հարցին իրավասություն չունեմ պատասխանելու, ես կասեմ ոնց Աստծո կամոք լինի, բայց քանի որ Արցախը ի վերուստ տրված էր մեզ Աստծուց որպես հայկական, ես որպես հավատացյալ ու քրիստոնյա մարդ կասեմ, որպես էլ եմ ասում ամարասը տեսած մարդ, ամարասում աղոտ կարած մարդ, կասեմ, որ Արցախը հայկական եղել է, հիմա կա մեր սրտերում, բայց մի օր նաև նորից ֆիզիկապես կլինի հայկական, ուղղակի դրան պետք է հավատալ, չպիտի փակենք, եթե մենք փակենք այսօր Արցախի հայկական լինելու փաստը, էջը, մենք վաղը պիտի փակենք Սյունիքի հայկական լինելու էջը, մենք մյուս օրը պիտի փակենք, չգիտեմ, մյուս բնակավայրերի, որովհետև Արցախը ոչնչով չէր տարբերում, Արցախը մեր փուշը չէր, Արցախը մեր սիրտն էր ու մեր դարպասն էր, իսկ եթե դա չենք ընկալում, իսկապես չգիտեմ, անգամ բանավեճի գնալ այդ մարդկանց հետ չարժի, որովհետև ինչ խոսես այդ մարդկանց հետ, ասես ապացուցես, որ Արցախը հայկական է, չէ։ Մենք ձեզ օրեր առաջ տեսանք չեմ վստահում ակցիային, որի շրջանակներում դուք ևս ձեր անվստահությունը հայտնեցիք Փաշինյանի իշխանությանը, հատկապես ինչից եք դժգոհ։ Ամեն ինչից, իրենից։ Ես ուզում եմ իմ երկրի ղեկավարը լինի այնպիսի մարդ, որի ելույթները նայելուց ես ինքս ամոթ չապրեմ։ Ամեն ինչից պիտի գոհ լինեմ, օրինակ ըստ որ կետի համար պետք է գոհ լինեմ։ Գոհ լինեմ, որ սենց ալիք առալիք ցեղասպանության հարցն են դնում հարցի տակ, լինել թե չլինելու, ալիք առալիք ասում են, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, դուք չեք սկսել Ղարաբաղյան շարժումը, որ մի հատ իրավունք ունենաք, իրավասություն ունենաք, որեն շարունակեք։ Հələ մի հատ սկսողը լինեիք, ախր դուք կապ չունեք այդ Ղարաբաղյան շարժման նույնիսկ մտքերի հետ։ Դուք ուղղակի սուտի Արցախը Հայաստանը եւ վերջ գոռացողներն եք եղել։ Ու ձեր ամեն ինչը կառուցված է եղել ստի վրա։ Իսկ հիմա ինչ է պետք ժողովուրդը կրկին դուրս գա փողոց եւ պահանջի արդեն իշխանախոսություն։ Ես ժողովրդի անունից չեմ կարող ասել, ես կրկին դուրս եմ եկել, կրկին դուրս եմ գալու։ Գիտեք ինչի, որովհետև իմ հայ լինելը չի փոփոխվում։ Կես ժամ առաջ հայ էի, հիմա էլ հայ չէ։ Կես ժամ առաջ ուզում էի հայրենիք ունենալ, այսօր էլ չեմ ուզում ունենալ։ Սրբազան պայքարին մասնակցում էի, որովհետև ուզում էի հայրենիք ունենալ, այսօր հիմա ստեղ չլինեմ, որովհետև սրբազան պայքարը օրինակի համար որոշ ժամանակ ինչ-որ դադար վերցրեց։ Էլ վсё, էլ ես հայրենիք չեմ ուզում ունենալ։ Էլ ես չեմ ուզում որ պետականություն ունենամ, որ իմ պետությունը լինի ուժեղ, որ ամոթով չապրեմ, չեմ ուզում։ Ուզեցել եմ երեք, ուզենալու եմ այսօր, ուզենալու եմ վաղը, որովհետև ես այս երկրում երեխաներ եմ մեծացնում ու ուզում եմ մեծացնել։ Իմ համար, իմ կյանքում ամենակարևորը, որ ես իմ երեխաներին վաղը ասեմ, որ դու այս հայրենիքում ու այս հողում ապրում ես, որովհետև մենք բոլորս այդ ամեն ինչի համար ամեն հնարավոր բան արել ենք, որովհետև երբ որ Մոնթեն զոհվել է ու ես որդուս անուն Մոնթե եմ դրել, ես իրեն ասելու եմ ինչ Մոնթեի անունն ա քո վրա դրված, ու չեմ ամաչելու դրա համար, ու ես չեմ ասելու իրան դա Լիոնում, Մարսելում, Ռուսաստանում, չգիտեմ, Օմսկում կամ Մինսկում, ես դա ասելու եմ իմ քաղաքում, Հայաստանի որևիցե գյուղերում, ասել եմ սա քո երկիրն է, սա քո հայրենիքն է, որի համար ես կանգնել եմ պայքարել եմ, զինվորը սահմանին պայքարել է, հերոսները զոհվել են պայքարել են, ոչ թե ասել եմ, որ դե գիտես բալես, Լիոնում ենք, որովհետև մեզ հայրենիքը պետք չէր ու մենք լռությամբ սենց կանգնեցինք ու տվեցինք ամեն ինչ։